ընդհանրը փետրվարի վերջերին, եթե չեմ սխալվում, փետրվարի 26-ին հանվում է պահպանող հուշարձանների ցանկից առանց ոչ մեկի իմացության։ Ես բնակավարի աշխատող պարոն Մինասյանը, ճարտարապետների միության նախագահ, որ ընդամենը մի քանի օր հետո բացահայտում է այդ բանը, որ հատկացվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Մենք ավելորդ շռայլություն ցույց տվեցինք եւ այս ընթացքում մենք կորցրեցինք Սևան հյուրանոցը։ Ես ձեզ ասեմ, հսկայական ջանք ա դրվել, որպեսզի լսեն մեզ, բայց վարչական մարմինները բացարձակապես խուլ եղան դրա։ Մենք կորցրեցինք ուրիշ օբյեկտներ, երիտասարդականից սկսած եւ այլն։ Այսինքն մենք անընդհատ այս ամեն ինչը տանելով մի գեղեցիկ օր կվեր կենանք եւ կտեսնենք, որ սա մեկ մայրաքաղաքի չի։ Եվ տխուր զգացում կունենանք։ Ես կարող եմ ասել, որ այդ դահլիճը այնքան փոքր է, ընդամենը 60 քայլ, իմ 60 քայլն է։ Այդ տեղում հնարավոր չի անգամ կռան դնել։ Ինչի մասն է խոսքը։ Հետո մենք վերջին հաշվով պիտի սովորենք, որ գալիս ենք, չպիտի քանդենք, պիտի նորը ստեղծենք, թողնենք սերունդները որոշեն ինչ-որ բաներ։ Շատ ուրախ կլինեմ, եթե այդ Պողոս Պետրոս եկեղեցին կառուցված լինի Զեյթուն թաղամասում, եւ մեր բնակիչները շատ մեծ սիրով կընդունենք այդ փաստը եւ շատ երջանիկ կզգանք մեզ։ Թաղամասեր կան, եկեղեցի չունեն։ Այո, չունեն, բայց պիտի ունենան։ Երբ որ հնարավորությունները լինեն։ Այ հնարավորությունները Հիմա ես այդ հարցին եմ տալիս։ Կոնկրետ ինչ վերաբերում է ամառային կինոթատրոնի շենքը եկեղեցու, որպես եկեղեցու տարածք ունենալու հարցին, անձը բարերար ողոր, որ պատրաստակամություն հայտնել է, ինքը եկեղեցի կառուցելու համար ցանկություն ունի ներդրում կատարել այդտեղ։ Ես չեմ ասում, որ բարերարների ցանկությունը մեզ համար աստվածաշնչյան ճշմարտություններ են, բայց եթե բարերարը ցանկություն ունի, նաև որոշապես իր ցանկությունը հաշվառելու անհրաժեշտության առջև է։ Կարելի է նրան բացատրել։ Խնդրեմ, եթե դուք այդ ներուժը տեսնում եք, բարերարը ես ճիշտ ասած դեպքային չեմ կարող ասել ով է, բայց կարևոր է չեմ նկատում։ Այսինքն դուք իզորու չեք բանակցելու, առաջարկելու, կոնկրետ ասենք Զեյթունի կամ քաղաքի մի այլ հատվածում մի գեղեցիկ տարածք, որը կարողանա բան անել, հա? Տեսեք հիմա, առաջնահերթություններ կան, անձեր կան, որոնք իրենք ես չեմ կարող ասել, որքան խելամիտ է, որքան ռացիոնալ է իրենց ուխտադրությունը, որ եկեղեցի կառուցել այս կամ այն շրջանում։ Կան նաև որ սովորված են այն ծրագրի վրա, որ իրենք առաջարկել են։ Կարելի է շրջանցել, հատկապես պետք է անհրաժեշտած նման բարերար ունենալու։ Համալիրի սեփականատեսի առաջարկի համալիրը քանդել, տեղում եկեղեցի կառուցել եւ միջոցներով։ Եկեղեցին պետք է համաձայնի դրա հետ։ Կքննարկենք կտեսնենք։ Ինչու այդ բարերարները չեն մտածում, մեր այդ կիսավեր եկեղեցիները, որ պատմություն ունեն, որ մեծագույն արժեք են իրոք ներկայացնում, վերականգնել այդ եկեղեցին, ոչ թե նորը կառուցել։ Մենք ներկայումս մենք չենք քննարկում Բազուկյա կինոթատրոնի քանդման որևէ գործընթաց եւ այդպիսի դիտողություն չենք նախատեսում այդտեղ տալու։ Ես միանշանակ ուրեմն մասնագետների կողմից ասվում է չէ, ոչ։ Եվ դուք դա պիտի ընդունեք, չէ՞ ոչ։ Ընդունում եք այդ ոչը մասնագետների կողմից։ Ես ասում եմ, եթե որևէ մեկը նախագծում անի, ճարտարապետ է լինելու։ Ես չեմ մասնագետը նշանակում է ճարտարապետ եւ նաեւ երբեմն եթե կանի առաջարկի, որ պիտի քանդվի, այ իր հետ կբանավիճեք։ Ես ներկայացնում եմ արդեն 17000 ստորագրություն, 17000 անձանց, ովքեր իրենց ստորագրությունն են դրել, այն նամակի տակ, որն ուղղված է նախագահին, վերապարի վարչապետին եւ ազգային ժողովի նախագահին, որպես ի նշան նրա, որ կինոմոսկվայի համայնքի դաշտը դա բացարձակ ճարտարապետական արժեք է եւ պետք չի կրկնել անհավատ սովետական իշխանության հակապատմական սխալը։ Մենք պաստակ կպցնենք կինոմոսկվայի հրապարակում, որ հայոց եկեղեցին 21 օր դեմ չկրկնեց այն նույն սխալը, այստեղ եղել է Պողոս Պետրոս եկեղեցին եւ անհավատ կոմունիստը քանդել է, բայց հայոց եկեղեցին չքանդեց։
Դա է խնդիրը։ Այսինքն դուք էլ մեզ հետ միասին պետք է անդիմանանք մի մեծահարուստի կմաճուկին, որը դուս է գալի մեր բոլորիս պատմամշակութային ժառանգությանը, մեր բոլորիս քաղաքի։ Մենք մի տարբերություն ձեզ 17,000 ստորագրություն չունենք եւ ավելի խեղճ ենք դիտանում։ Դրա համար չենք կարող ունենալ։ Այ դա է խնդիրը, որովհետեւ ձեր ելակետը այս ամբողջ ընթացքում դա է։ Մարդկանց ինֆորմացիա եք տալի, ինֆորմացիա եք ծրում, ասում եք ստորագրեք, առանց հասկանալու ստորագրում։ Ոչ, չես ասեմ։ 30-40 երիտասարդ ճարտարապետներ եւ ոչ միայն ճարտարապետներ։ 17,000-ը մասնագետ չեն եւ չեմ կարծում, որ պատմաճարտարապետական արժեքից ելնելով է, որ գնահատումները կատարված են կառույցի։ Այդտեղ մարդիկ կան, որ դες կողմ են, թե մենակ եկեղեցինա մեկ է իշխանության հետ միացում են։ Վերջացնի Սեփազանը։ Դուք կողմ չէ՞։ Ես իհարկե դեմ եմ։ Ինչին եք դեմ։ Դեմ եմ եկեղեցու կառուցումը ընդհանրապես։ Երևի այդ տարածքն է եկեղեցուն պետք, վաղը մյուսօր շել կառուցվի Պետրոսը, տարածքը կվաճառվի եւ սովորական բիզնես է։ Ես կարող եմ միայն հավաստիացնել, որ այս տարիների ընթացքում Մայրաթորի կողմից երբևէ որևէ տարածք չի վաճառվել։ Ես ուզում եմ, որ այս խնդիրը վերածել է եկեղեցու նկատմամբ մարդկանց մեջ կուտակված զգացումների արտահայտման։ Տրամադրել է սեփականատերը շատ լավ։ Եկեղեցին թողա դալիճ օգտագործի հոգևոր երգեր, այդտեղ ուրեմն համերգներ կազմակերպի։ Դասական երաժշտության համերգներ կազմակերպի։ Ֆիլմեր միայն դաստիարակչական, բարոյական ֆիլմեր ցուցադրի։ Միայն ուրեմն մոն վառելով չէ իհարկե, եթե կարծում եք համաձայնեք, որ կարելի է մոտենալ Աստծուն, լսել Աստծո խոսքը։ Ոչ մեկը մեզ չի խանգարում, որպեսզի Սուրբ Պողոս Պետրոսի տեղը մի հուշասյուն կանգնացնել, հավերժացնելու համար այս տեղը։ Մենք ուզում ենք, որպեսզի մեր օրենքով այս երկրում, ժողովրդավարության այս երկրում պահպանվեն սովորական, քաղաքական կարգերը, կանոնները։ Իհարկե մենք պետք է սկսենք, չէ, վերջին հաշվով։ Ուրեմն հարգեմ իրենց քաղաքացիների իրոք արդար բողոքը, որ կատարվել է սխալ մոտեցում այս հարցի շուրջ։ Հանձնաժողովի կողմից առաջարկությունը արվում է, որը մենք հետո պիտի ընդունենք։ Սա կարող է ձեր հանձնաժողով Բայց դες վերաբերվող Այ Սերգեյ, իրենք իրավունքը ինչի՞ք է բանանում, նա հանձնաժողով։ Հերթապես իրենք շատ լավ գիտակցում են, որ չէին սպասում ժողովրդի ընդգծման, այսքան կա։ Որովհետև նախապես որոշման նախագիծ էր կազմվել եւ քննարկումները որևէ ձևով չէին կարող ներազդել այդ որոշման նախագծի պատրաստման վրա։ Իսկ ինչ որ բան ձեզ տվեց այս քննարկումից։ Ես ավելի ամրապնդվեցի իմ կարծիքի մեջ։ Որ կարծիքի կներկայացնեք։ Որ եկեղեցի պետք է կառուցել։